Բարև բոլորին, ինչպես բոլորս գիտենք, Լիոնել Մեսսին աշխարհի ամենալավագույն ֆուտբոլիստն է և դրա առթիվ ես այսօր ձեր համար պատրաստել եմ 10 փաստ Լիոնել Մեսսիի մասին։ Եթե այս վիդեոն ձեզ դուր գա, հաջորդ վիդեոն լինելու է նրա մասին, թե ինչու է Լիոնել Մեսսին ավելի լավը, քան Քրիստիանո Ռոնալդուն։ Դե ինչ, եկեք սկսենք առաջին փաստից։ Առաջին փաստի անունն է դեբյուտը, որը շշմեցրեց ամբողջ աշխարհը։ 16 տարեկան Մեսսին առաջին անգամ բարձրացավ Բարսելոնայի հիմնական կազմում 2004 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նրա փոքր հասակը և ֆիզիկական հասունության պակասը որևէ խոչընդոտ չստեղծեցին, նա անմիջապես ցուցաբերեց անհավանական դրիբլինգ, արագություն և դաշտային տեսլական, ինչը ապշեցրեց մարզիչներին և երկրպագուներին։ Մեսսիի այս դեբյուտը ազդարարեց նոր ֆուտբոլային լեգենդի ծնունդը, որը արագորեն դարձավ աշխարհի ամենահայտնի և ամենաառաջատար խաղացողներից մեկը։ Այսքանով ավարտվեց առաջին փաստը, և եկեք անցնենք հաջորդ փաստին։ Առաջին գոլը հիացմունքի սկիզբ։ 2005 թվականի մայիսի 1-ին Մեսսին խփեց իր առաջին գոլը Ալբասետեի դեմ։ Գոլը ոչ միայն տեխնիկապես կատարյալ էր, այլ նաև ցուցադրեց նրա հիասքանչ ճշգրտությունը և ինքնավստահությունը դարպասների առջև։ Այս պահից պարզ դարձավ, որ Մեսսին պատրաստ է փոխել ֆուտբոլի պատմությունը, ու իր անունը կմնա անմահ պատմական պահերի հետ կապված։ Եկեք անցնենք երրորդ փաստին։ 2012-ի գոլային ֆանտաստիկը։ 2012 թվականին Մեսսին գրանցեց անհավանական 91 գոլ մեկ տարվա ընթացքում, ներառելով Բարսելոնայի և Արգենտինայի հավաքականի բոլոր հանդիպումները։ Սա պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է մեկ տարվա համար, և մինչ այսօր ոչ ոք չի մոտեցել այդ ռեկորդին։ Մեսսին այս տարի խփեց գրեթե 1 գոլ ամեն խաղում, սակայն իր մեծագույն ուժը միայն գոլերը չէին։ Նա ստեղծում էր անմոռանալի պահեր իր բացառիկ դրիբլինգներով ու արագությամբ։ Նա կարող էր միանգամից անցնել 3, 4, 5 պաշտպան, գրեթե աննկատ փոխանցումներ անել, գոլ ստեղծել կամ պարզապես ստիպել ամբողջ թիմին փոխել իրենց դիրքը, դրա շուրջ խաղի հոսքը վերահսկելով։ Ամբողջ տարվա ընթացքում Մեսսին դարձավ ոչ միայն գոլերի գրող, այլ ամբողջ ֆուտբոլային տիեզերքի հերոս, ում անունը սկսեցին շշնջալ երկրպագուների ողջ աշխարհում։ 91 գոլը ցույց է տալիս, թե ինչպես մեկ խաղացողը կարող է ամբողջ թիմի, նույնիսկ մրցաշարի դեմքը փոխել, ստեղծելով կախարդական ու պատմական պահեր։ Այս տարվա նվաճումները դարձան պատմության դասական մաս, ու այս փաստը դեռ երկար կանդրադառնա բոլոր ժամանակների ֆուտբոլային վերլուծություններում, որպես կատարյալ կատարողականի օրինակ։ Եվ ի դեպ, 2012 թվականին արդեն Մեսսին ուներ 4 հատ ոսկե գնդակ։ Այդ ժամանակ նա ընդամենը 24 տարեկան էր։ Եվ մեր հաջորդ չորրորդ փաստն է ոսկե գնդակների աննախադեպ գերիշխություն։ Մեսսին շահել է 8 ոսկե գնդակ, ինչը պատմության մեջ աննախադեպ է։ 2009-ից մինչև 2023 թվականը նա անընդմեջ մնացել է աշխարհի լավագույններից մեկը, ապշեցնելով ամբողջ ֆուտբոլային աշխարհը իր խաղի վառությամբ և անխաթար արդյունավետությամբ։ Յուրաքանչյուր ոսկե գնդակ արտացոլում է նրա բացառիկ նվաճումները թե՛ գոլերի, թե՛ ասիստների ու թիմային հաղթանակների մեջ, և հաստատում է նրա տեղը պատմության մեծագույն խաղացողների շարքում։ Եվ մեր հաջորդ փաստի անունն է Չեմպիոնների լիգայի հրաշքներ։ Մեսսին հաղթել է Չեմպիոնների լիգայում 4 անգամ՝ անթերի խաղերով, ճշգրիտ փոխանցումներով, զարմանալի դրիբլինգներով և կարևոր պահերին գոլ խփելով։ Նրա կատարած ամեն մի խաղը դարձավ դասական պատմության ամենաաննշանակալից պահերից մեկը, և շատ երկրպագուների համար այդ պահերը անթերի օրինակ են, թե ինչպես կարող է անհատը ամբողջ մրցաշարի խաղը վերահսկել։ Մեր հաջորդ 6-րդ փաստի անունն է ազգային առաջնությունների գերականություն։ Լիոնելը հաղթել է ավելի քան 10 Լա Լիգայի տիտղոս, բազմիցս դարձել է լավագույն գոլային փոխանցող և թիմի անփոխարինելի առաջնորդ։ Նրա խաղը ցույց է տալիս, թե ինչպես մեկ խաղացող կարող է ամբողջ թիմի
խաղը փոխել, կառավարել տեմպը, ապահովել հաղթանակները և դարձնել թիմը առաջանցելի մրցակիցների համար։ Մեսսին գլխավորեց Արգենտինայի հավաքականը նվաճելով Ամերիկայի գավաթը, խփելով 4 գոլ և կատարելով 5 ասիստ։ Նա վերահսկեց ամբողջ խաղը, ստեղծեց անհավանական պահեր, առաջնորդեց թիմի հաղթանակի և ցույց տվեց, որ իր տեսլականն ու կարողությունները չեն սպառվել նույնիսկ պրայմի տարիքից հետո։ Մեսսին բացի 2021 թվականի Ամերիկայի գավաթից նաև կրել է 2023-ին և 2022 թվականին հաղթել է աշխարհի գավաթի տիտղոսը։ Ֆակտ 8. Օլիմպիական ոսկե մեդալ 2008 թվականի Պեկինի օլիմպիադայում Մեսսին նվաճեց ոսկե մեդալ բացառիկ տեխնիկով, հստակությամբ և թիմային մտածողությամբ։ Նա այս նվաճմամբ հաստատեց, որ պատրաստ է միջազգային բեմին, կարող է հաղթել ցանկացած մրցակցի և իր անունը թողնել պատմության մեջ որպես փայլուն լեգենդ։ Ֆակտ 9. Ասիստների արքան Մեսսին ոչ միայն գոլերի հեղինակ է, այլ նաև լավագույն ասիստների հեղինակ։ Նրա բացառիկ տեսլականն ու արագ մտածողությունը թույլ են տալիս ստեղծել անհավանական պահեր, կառավարել խաղը և դարձնել թիմը անառաջացնելի հաղթող։ Յուրաքանչյուր փոխանցում նրա ոտքերից կարող է վերածել պատմական պահի, ինչը նրան դարձնում է ոչ միայն գոլերի հանճար, այլ ամբողջական խաղի կառավարչի լեգենդ։ Ֆակտ 10. Աշխարհի գավաթը և 8-րդ ոսկե գնդակ 2022 թվականին Մեսսին նվաճեց աշխարհի գավաթը Կատարում և 2023-ին ստացավ 8-րդ ոսկե գնդակ, հաստատելով, որ նրա բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլային լեգենդն է։ Նրա խաղը ոչ միայն գոլեր է ստեղծում, այլ նաև պատմություն է գրում։ Նա շնչում նոր սերունդներին և թողնում անջնջելի հետք ֆուտբոլի պատմության մեջ։ Դե ինչ, այսքանով մենք ավարտեցինք մեր վիդեոն։ Եթե այս վիդեոն ձեզ դուր գա, հաջորդ վիդեոում ես ձեզ կասեմ, թե ինչու է Լիոնել Մեսսին ավելի լավը, քան Կրիստիանո Ռոնալդուն։ Սպասեք այդ վիդեոին։ Եվ անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին և լայքեք այս վիդեոն։